Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մենք սկսում ենք պոլիտէկոնոմ ձևաչափով հաղորդումների նոր շարք, որի շրջանակում կփորձենք հասկանալ տնտեսական եւ քաղաքական գործընթացների այսպես միասնականության, համադրման, հակադրման հետ կապված հիմնահարցեր եւ այդ հարցերի շրջանակում առաջին հաղորդումը վերաբերում է ԱՄՆ մաքսային նոր քաղաքականությանը, Թրամփի ադմինիստրացիայի նոր մոտեցումներին ու այս առումով առաջին հյուրը կլինի տնտեսագիտության թեկնածու դոցենտ պարոն Արմեն Քթոյանը։ Բարև ձեզ, պարոն Քթոյան։ Ցանկանայի ձեր մեկնաբանությունները լսել ԱՄՆ մաքսային նոր քաղաքականության հետ կապված։ Մենք տեղյակ ենք, որ ի սկզբանե հայտարարված մոտեցումներից հետո առ այսօր բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես հռետորաբանության, այնպես էլ կանոնակարգումների մեջ եւ ինչ եք կարծում, պարոն Քթոյան, ուր կհասնի սա, ինչպիսի քաղաքականություն են որդեգրել, արդյոք սա աշխարհաքաղաքական նոր գործընթացների սկիզբ կարելի է համարել, թե պարզապես հարցը կսահմանափակվի զուտ հռետորաբանության, քաղաքականության նոր ուղղությունների նախանշման մեջ եւ կփարփակվի դրանով։ Համեցեք։ Բարդ է ասել, որովհետեւ ամեն ինչ կախված է նրանից, թե միջև որ սահմանը, ոչ ռացիոնալությունը կհաղթի։ Ըստ էության, այնինչ տեղի է ունենում, հակասում է ռացիոնալ մոտեցմանը այն տրամաբանությամբ, որ ըստ էության վերջի տասնամյակները, եթե ոչ այսպես 100-ամյակը եթե դիտարկենք, տեղի ունենում տնտեսական գործընթացների գլոբալացում։ Եվ այդ գլոբալացման առաջամարտիկը վերջի տարիներին, վերջի տասնամյակներում Միացյալ Նահանգներն է։ Եվ ըստ էության գլոբալացումը համահունչ է ԱՄՆ շահերին, այն հնարավորություն է տալիս թե տնտեսական էքսպանսիա ունենալ, թե առաջ մղել դոլարը որպես համաշխարհային արժույթ դրանից բխող օգուտներով եւ բնականաբար ապահովել դինամիկ տնտեսական աճ, ինչեւ մենք տեսնում ենք, ընդ որում այնինչ հիմա ազդարվեց Թրամփի վարչակազմի կողմից, ազդարվեց այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգները ելի կարողանում է ուրեմն բարձր տնտեսական աճ արձանագրել եւ ըստ էության գտնվում է բավականին զարգացման բարձր մակարդակում, Action-ի հաշվով հնայի ցուցանիշով եւ այլ, եթե համեմատում ենք Եվրոպայի հետ։ Կարծում եք այս փոփոխություններից հետո կշարունակվեն այդպիսի։ Խնդիր է սա, խնդիր է, ըստ էության ինչ ունենք, մենք ունենք ինդուստրիալից post-industrial անցման, այսպես արձանագրված փաստեր, բայց հիմա Թրամփի վարչակազմը փորձ է անում հետ վերադառնալ ինդուստրիալ հասարակություն։ Ահա։ Դա է եւ դրանից բխող այսպես հետևանքներով։ Հիմա թե ինչի կհանգեցնի, ըստ էության նմանօրինակ բարձր մաքսատուրքեր ԱՄՆ ունեցել է երևի 1910-15 այդ թվականներին այդ ժամանակահատվածում։ Միջին կշռված մաքսատուրքը ԱՄՆ ներմուծման 20-22%-ի տիրույթում էր, հիմա 26%-ի տիրույթում է դա, այսինքն դա նշանակում է, որ ըստ էության ավելի մեծ համանախապակումներ է ԱՄՆ դնում։ Եվ ընդ որում պետք է հաշվի առնել, որ Թրամփի վարչակազմի այս քաղաքականությունը մի քանի կարևոր բաներ ըստ էության հաշվի չի առնում։ Առաջինը, որ Միացյալ Նահանգները իր տնտեսական դերով աշխարհում այն չէ, ինչ ասենք 50 տարի առաջ էր։ Եթե այն ժամանակ ԱՄՆ կազմում էր համաշխարհային տնտեսության շուրջ 40%, ապա հիմա այդ մասնաբաժինը կրճատվել է։ Ընդ որում կրճատվել է հիմնականում Չինաստանի հաշվին նաև։ Կրճատվել է Չինաստանի եւ ասիական մյուս այսպես արագ զարգացող երկրների հաշվին։ Եվ բացի այդ, օրինակ ԱՄՆ ինչ-որ առումով գերագնահատում է իր դերը չինական տնտեսության համար, Չինաստանի համար, որովհետեւ ԱՄՆ-ին բաժին է ընկնում Չինաստանի արտահանման ընդամենը 12-13%։ Ըստ էության դու խոչընդոտ ես ստեղծում այդ երկրի արտահանման 12%-ի համար, բայց մնացած 85-87%-ը
ըստ էության խնդրահարույց չի, հակառակը դրանով դու նպաստում ես Չինաստանի այլ երկրների հետ տնտեսական նոր ձևաչափով հարաբերությունների կառուցմանը։ Շատ կարևոր եւ այլն, այսինքն այստեղ այդ խնդիրները եւս կա։ Այո, շատ կարևոր միտք եք ասում, քանի որ խոչընդոտվում է ԱՄՆ-ի կողմից, Չինաստանը ստիպված պետք է փնտրի այլ շուկաներ, դուք ինչ որ գործողություններ տեսնում եք այս շրջանակում Հայաստանի տնտեսության հետ կապված կամ Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների հետ կապված ընդհանրապես, որովհետև կա օրինակ փորձագիտական այսպիսի կարծիք, որ քանի որ ԱՄՆ չի հաջողում այսպես ձևակերպենք խաղաղության դափնիները վերցնելու, որտեղ ոչ մի հակամարտություն, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Ուկրաինայում կարծես թե նախընտրական խոստումները չեն իրականանում այդ առումով, փորձում են գոնե հաղորդակցության ուղիների, գոնե տնտեսական հարաբերությունների շրջանակում ինչ որ այլ ձևաչափեր ստեղծեն, եւ ինչ եք կարծում այս առումով Չինաստանի նոր էքսպանսիան, եթե այս ձևակերպումը տանք, դեպի Հարավային Կովկաս, դեպի մյուս երկրներ, ի հակադրություն ԱՄՆ-ի, ինչ զարգացումներ կունենա։ Միջև էքսպանսիային հասնել այստեղ շատ հարցեր կան եւ ըստ էության Հարավային Կովկասը ինքը հետաքրքիր է, շատ ավելի որպես Չինաստան, Եվրամիություն կապի ուղղակներից մեկը եւ այն լոգիստիկական շղթաները, որոնք պետք է կառուցվեն այդ կապը սպասարկելու համար, ուժեղացվեն դրանք ըստ էության, ինչպես ընդունված է անվանել միջին միջանցքը, Հայաստանը հանդիսանում է դրա տարբերակներից մեկի կարևոր հանգույց, ընդ որում Հայաստանով այդ անցումը տնտեսապես, աշխարհագրորեն եւ շատ այլ առումներով ավելի նպատակարար է, ավելի արդյունավետ է եւ ընդ որում եթե Չինաստան-Եվրամիություն կապերը ավելի ինտենսիվ են դառնում տնտեսական առումով, բնականաբար միջին միջանցքի դերակատարումը ավելի է բարձրանում եւ եթե մինչեւ վերջերս այդ միջանցքում ներդրումներ կատարելը լոգիստիկական կամ ենթակառուցվածքային այսպես կարողությունները մեծացնելու նպատակարարությունը կասկածի տակ էր ինչ-որ առումով մեծ ծախսեր առնելու տեսանկյունից հիմա արդեն կարող է այդ ներդրումները կատարելը նպատակարար լինի եւ Հայաստանը այս տրամաբանության մեջ կարող է որոշակի օգուտներ ունենալ, ինչ վերաբերում է Հարավային Կովկասը կարող է արդյոք դառնալ հակադրման գոտի, կարծում եմ, որ Հայաստանը ինքը պետք է խուսափի հակադրման որևէ տրամաբանության մեջ մտնելուց եւ պետք է փորձի դինամիկ հարաբերություններ զարգացնի, ընդ որում Տրամպը իր ապրիլ 24-յան ուղերձում այդ մասին նաեւ նշեց, ռազմավարական գործընկերության խորացման անհրաժեշտություն կա Հայաստան-ԱՄՆ եւ Չինաստանի հետ հարաբերությունները եւ զարգացման այսպես պոտենցիալ ունեն հետեւաբար մենք պետք է հենց այստեղ այդ փոխլրացնող քաղաքականությունը փորձենք հաշվի առնելով Հայաստանի կարևոր մի կողմից հանգուցային կետը այդ լոգիստիկական շղթայի մեջ եւ մյուս կողմից հաշվի առնելով որ Հայաստանը Եվրամիության երկրների հետ ԱՄՆ հետ արտահանման այսպես զարգացման լուրջ ներուժ ունի, չօգտագործված ներուժ կա, որը տարբեր գնահատականներով հասնում է 80-85%-ի։ Այդ եւս պետք է օգտագործվի եւ այստեղ հատկապես հիմա, երբ որ ԱՄՆ վերաձևում է իր արտաքին առևտրատնտեսական հարաբերությունները, այնտեղ նոր խորշեր կարող են ազատվել եւ Հայաստանը հայկական ընկերությունները այդտեղ որոշակի մասնակցություն ունենալու հայտ կարող են ներկայացնել եւ սա կարող է լինել տնտեսական այսպես համագործակցության ռազմավարության բաղադրիչներից մեկը։ Պարոն Քթոյան, ձեր ասացի համատեքստում եթե դիտարկենք մի այսպիսի իրականություն ունենք Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների մեջ գործընկերային կամ համագործակցային այստեղ փաստաթղթային հենքը բավականին մեծ է առևտրաշրջանառությունը էականորեն փոքր։ Չինաստանի հետ հակառակը մենք կարծես թե փաստաթղթային հենք չունենք, բայց ունենք բավականին համեմատաբար ԱՄՆ-ի հետ ընդգծված առևտրաշրջանառություն։ Եվ այս փոփոխությունների արդյունքում արդյոք Հայաստանը կարող է դառնալ այնպիսի կապակցող օղակ, որտեղ
ինչպես փաստաթղթային հենքով, այնպես էլ իրական առևտրաշրջանառության առումով կարող է բալանսավորել ինչ-որ առումով Հայաստանում բալանսավորվի ԱՄՆ-Չինաստան որոշակի հարաբերություններ։ Չի բացառում, որ Հայաստանը կարող է, հայաստանյան ընկերությունները կարող են հավակնել այնպիսի դերակատարման ստանձնման, ինչպիսի դերակատարում, որ այսօր ունեն, ասենք, Ռուսաստանի պարագայում Ռուսաստանի համար պատժամիջոցների համապատկերում ու նաև ըստ էության որպես արտահանման ներմուծման որոշակի պլատֆորմ, ինչը որ մենք տեսնում ենք եւ ինչը որ մեր տնտեսական ցուցանիշների վրա էական ներգործություն ունի, այսինքն դա չի բացառվում եւ նորից այստեղ շատ մեծ հնարավորություններ կան եւ մեր այսպես ծավալուն տնային աշխատանքից է կախված, կատարումից է կախված, թե մենք ինչպես այդ հնարավորությունները կօգտագործենք։ Եվ այստեղ նոր հարցադրում է առաջանում, քանի որ ԱՄՆ հանդիսանում է Իսրայելի բավականին լուրջ գործընկերը, ըստ էության ռազմավարական գործընկերը, եւ տնտեսությունը բոլոր դեպքերում փոխկապակցված է քաղաքականության հետ, իսկ մենք տեսնում ենք, որ Իսրայել-ԱՄՆ փոխգործակցությունը նաև ինչ-որ առումով շարունակություն է գտնում Իսրայել-Ադրբեջան փոխգործակցության մեջ։ Թրամփի վարչակազմը կարող է խաղաղության խաչմերուկի կամ ընդհանրապես հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների նոր համատեքստի մեջ ունենալ որոշակի դերակատարում։ Իհարկե, մաքսատուրքերի քաղաքականությունը անուղղակի ազդեցություն հասկանալի է կարող է ունենալ Չինաստանի ակնկալվող դերի շրջանակում, բայց բոլոր դեպքերում ինչ եք կարծում, այս համատեքստում մաքսային քաղաքականությունը կամ բոլոր դեպքերում գործընկերային հարաբերությունները նաև տնտեսական հայ-ադրբեջանական փոխգործակցության շրջանակում կարող է նշանակալի դեր ունենալ առաջիկայում։ Այստեղ Հայաստանի համար վճռորոշ հարցը այն է, թե Հայաստանը ինչ կարող է, ինչ գործոններ հայաստանյան քաղաքական, տնտեսական կարող են հետաքրքրություն ներկայացնել Միացյալ Նահանգների համար։ Միացյալ Նահանգների ներդրողների համար ինչ հետաքրքրություն կարող է ներկայացնել, Միացյալ Նահանգների ինչ հետաքրքրություն կարող է ունենալ Միջիմիջանսկի նկատմամբ որոշակի ազդեցություն ունենալու տրամաբանությամբ, հանքահումքային ռեսուրսների վերահսկողության առումով Միացյալ Նահանգները ինչ հետաքրքրություն ունի եւ այլն։ Եվ մենք եթե գլոբալ այդ հարաբերությունների համակարգը փորձենք բաղդատել, այնտեղ շատ կոնկրետ առարկայական, կոնկրետ ծրագրեր, պրոյեկտներ կան եւ այդ պրոյեկտները վստահաբար կարող են գրագետ աշխատանքի պարագայում հակակշռել այն ուրեմն մյուս նժարը, որտեղ մենք տեսնում ենք ակտիվ ավելի շատ ռազմական փոխգործակցություն, աշխարհաքաղաքական փոխգործակցություն, ուրեմն Ադրբեջանի, Իսրայելի եւ միջնորդավորված կարելի ընդհանրել նաեւ այլ ուժային կենտրոնների հետ։ Այնուհանդերձ շատ բան կախված է նաեւ Իրանի այդ հարաբերություններից եւ այն ուրեմն բանակցությունները, որ ԱՄՆ-Իրան ընթանում են, այդ բանակցություններում ես կարծում եմ որոշակի լարվածության թոթափում կարող է լինել դրանց արդյունքում, ինչը արդեն Ադրբեջանի կարևորությունը որոշակիորեն կարող է Իսրայելի աչքում եւ այլ ուժային կենտրոնների աչքում որոշակիորեն նվազեցնել։ Ըստ էության գաղտնիք չէ, որ մենք բարդ այսպես աշխարհաքաղաքական հարաբերությունների հորձանուտում ենք, տեսեք, ասենք Իրան, Հնդկաստան, ուրեմն Եվրոմիություն, այդ հարաբերությունների ասպեկտը եթե դիտարկենք, Պակիստան, Հնդկաստան սրացող հարաբերությունները, որից բխում են նաև լուրջ, այսպես նաև տնտեսական հետևանքներ, այսինքն այստեղ կան բարդ համակցություն շահերի եւ այստեղ բավականին բարդ է ճիշտ հավասարակշռությունը գտնել, բայց հավասարակշռությունը պետք է գտնվի ու դա է այն ուրեմն բացական ազդեցության, որը որ կա Ադրբեջանի պարագայում դրա հակակշռման բանալին, իսկ խաղաղության տրամաբանությունը բնականաբար չեմ կարծում, թե այս տարածաշրջանում մի նոր պատերազմը որևէ ուժային լուրջ կենտրոնի շահերից բխում է։ Եվ Հայաստանը իր գործողություններով պետք է նաև
այնպես անի, որ իր հետաքրությունը ուժային հիմնական կենտրոնների համար ավելանա եւ դրանով հնարավոր էսկալացիա հավանականությունը ապես կնվազի։ Պարոն Քթոյան, դուք անդրադարձաք նաև Իրանի հետ կապված փոխգործակցությանը։ Տեսեք, այստեղ կցանկանամ ձեր կարծիքը ներկայացնեք հետևյալի վերաբերյալ, եթե Բայդենի աշխատակազմը, վարչակազմը գերակայություն էր համարում ժողովրդավարությունը եւ այս առումով Իրանից ակնկալիքները իսկապես քիչ էին, ապա Թրամփի վարչակազմը գերակայություն է համարում ժողովրդավարության փոխարեն, կարծում եմ, տնտեսական կամ գործարար շահերը, եւ սրա շրջանակում արդեն Իրանից ակնկալիքները բավականին մեծ են։ Կարծում եք արդյոք, որ Հայաստանի հաղորդակցության ուղիները այն ինչ չափով, որ մեր կառավարությունը փորձում է առաջ մղել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կամ խաղաղության խաչմերուկի շրջանակում պոտենցիալ կա, ներուժ կա այս առումով առաջարկել որոշակի տարբերակներ, որ Իրան-ԱՄՆ տնտեսական փոխգործակցության շրջանակում Հայաստանը ներգրավվի իսկապես նշանակալի կողմ։ Այստեղ կարծում եմ, այո, ռացիոնալ մոտեցումը ԱՄՆ վարչակազմի, ավելի ռացիոնալ մոտեցումը ինքը կարող է շատ խնդիրների լուծման բանալի հանդիսանալ, որքան էլ որ չեմ կարծում, որ նախորդ վարչակազմը ինքը շատ ավելի արժևորում է ժողովրդավարական հարաբերությունները, ըստ էության միշտ էլ քաղաքականության հիմքում դրված է եղել ԱՄՆ շահը, կախված է տարբերությունն այն եղել, թե այդ շահը ինչպես է փաթեթավորվել։ Մի դեպքում փաթեթավորվել է ժողովրդավարական ինչ-որ արժեքներով, պարզապես Տրամփը ոչ մի բանով չի փաթեթավորում, դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ Այսինքն այստեղ էլի ԱՄՆ շահը այո ավելի շատ հստակ ու ռացիոնալ ձևակերպում է ստանում եւ բարդ է ասել, որովհետեւ այստեղ կա նաեւ Ռուսաստանի գործոնը եւ այսպես քաղաքագիտական խորհրդելության չեմ հավակնում իրականացնել այս հարցում, այնուհանդերձ որքան էլ ռիսկային է, այնուհանդերձ տարբերակներ կան, որով Հայաստանը կարող է այստեղ շատ ավելի կարևոր հարց է, թե Չինաստան ԱՄՆ հակամարտությունը ինչ հանգուցալուծման կհասնի, արդյոք այն տնտեսականից հետո կվերափոխվի շատ ավելի այլ բնույթի հակամարտության, դրա հավանականությունը կա։ Իսկ այդ պարագայում արդեն շատ ավելի կոնկրետ դիրքավորման անհրաժեշտություն է լինելու եւ շատ ավելի բարդ է լինելու մանևրի դաշտը իհապես նվազում է, որովհետեւ հիմա տեսեք, ասենք Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների սրացումը, որտեղ ասենք ԱՄՆ դիրքավորումը, եթե Չինաստանը շատ ավելի կոնկրետ դիրքավորվում է Պակիստանի ուղղությամբ, այստեղ արդեն հակամարտությունը շատ ավելի սուր է եւ միգուցե կարող է արդյոք այս Պակիստան-Հնդկաստան հակամարտությունը լինի ԱՄՆ-Չինաստան հակամարտության պրոյեկտման ինչ-որ մի հատ հարթակ։ Եթե այդպես լինի, ապա Հայաստանի դերը բոլորին այլ է լինում։ Եթե այդպես չէ, մենք մի քիչ այլ տրամաբանության մեջ ենք լինում։ Ռիսկեր կան այստեղ եւ նաև կախված է նրանից, թե Ռուսաստանը ինչ դիրքավորում կունենա, օրինակ ասենք Ռուսաստան, Ադրբեջան, Իրան առանցքը, հյուսիս-հարավ միջանցքը, ռազմավարական արդյոք կյանքի կոչվի այնպես, ինչպես որ դիտարկվում էր։ Այդ պարագայում, սակայն, ուրեմն Պակիստան-Հնդկաստան հարաբերությունների սրացումը նվազեցնում է առանցքի շանսերը, որովհետև այստեղ ուրեմն Պակիստանն էլ էր հանդիսանում շահառուներից մեկը ըստ էության այս բանի։ Հիմա այո, այս հակամարտության պարագայում Հայաստանի դերը նոր հյուսիս-հարավ առանցքի մեծանում է, բայց այստեղ էլ արդեն մենք համապատասխան ենթակառուցվածքներ չունենք։ Ինչպես ենք ապահովելու Հնդկաստան, Իրան, այսպես կապը օրինակ Եվրոպայի հետ որտեղով։ Այստեղ արդեն Թուրքիայով սահման ունենալու հարցն է առաջ գալիս, այստեղ արդեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն է, Սևծովյան նավանգիստների կարողությունների շապով կարող են օգտագործվել եւ այլն։ Այսինքն այստեղ այո,
Խաղաղության խաչմերուկի գաղափարը կարևոր է որպես պրոակտիվ դրսևորում եւ այո, ապագայում մենք կարող ենք ունենանք այնպիսի մի իրավիճակ, որ ավելի մեծ թվով ուժային կենտրոնների այդ խաղաղության խաչմերուկի գաղափարը այդ կենտրոնների համար լինի ընդունել։ Դա բխում է մեր շահերից ըստ էության, բայց պետք չի գերագդահատել դրա դերը, որովհետև Հայաստան թեկուզ պարզ պատճառով չունի այդ ենթակառուցվածքները եւ մյուսը ամեն ինչ որ Հայաստանից է կախված այստեղ։ Տեսեք, դուք մի շատ կարևոր խնդրի անդրադարձաք Չինաստանի եւ Հնդկաստանի հետ փոխհարաբերությունների համատեքստում, Հնդկաստանի հետ լարումը մեծացավ այն բանից հետո, երբ որ նախ Չինաստանում մտցվեցին այդքան բարձր մաքսատուրքեր եւ երկրորդ ԱՄՆ փոխնախագահ այցելեց Հնդկաստան։ Այսինքն սա խոշոր մեսիջ էր աշխարհին, թեկուզ որ նախընտրելիությունը պատկանում է Հնդկաստանին ասիական տարածաշրջանում, ԱՄՆ-ի կողմից համենայն դեպս ընկալումն այդպիսին էր, եւ այո, այդպիսի բարդ իրավիճակներում նոր աշխարհաքաղաքական իրողություններ են առաջանում։ Դուք կարծում եք արդյոք, որ բոլոր դեպքերում ԱՄՆ տեղ է թողնում Չինաստանի հետ քաղաքականության նոր դաշտ բացելուն, որովհետև բարձրացված մաքսատուրքերը նվազեցվեցին բոլորի համար, նույնիսկ եկավ նախնական դիրքի, իսկ Չինաստանի համար ընդհակառակը բարձրացվեց եւ ընդամենը 2 օր առաջ Թրամփը հայտարարեց, որ մենք կարող ենք նվազեցնել Չինաստանի հետ նախորդ սահմանված մաքսատուրքերը։ Այսինքն ինչ են ուզում։ Ուզում են խաղի նոր կանոններ սահմանել, ներառելով նաև Հնդկաստանի գործոնը, ներառելով նաև Իրանի գործոնը, որտեղ Իրանի հետ նոր բանակցություններ են սկսել։ Ի վերջո, այս գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում ԱՄՆ ինչ դերի կարող է հասնել առաջիկա մոտ 5 տարվա կտրվածքով, եթե հաշվի առնենք, որ Թրամփի վարչակազմը նոր է ստանձնել լիազորությունները եւ այս շրջանակում ինչպիսի զարգացումներ կարող են լինել աշխարհաքաղաքական առումով, եթե զուտ մաքսատուրքերը հաշվի չառնենք, բայց դրա ազդեցությամբ ձևավորվող քաղաքականությունը դիտարկենք։ Ըստ էության մի քանի սցենար այստեղ կարող է լինել, նախ պետք է ընդունել, որ քանի որ ու բազմիցս էլ այդ մասին հայտարարվել է Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում էլ դա ընդգծվեց ու ոչ միայն Թրամփի պարագայում Չինաստանը այսօր ԱՄՆ թիվ 1 հակառակորդն է եւ պատահական չէ, որ Թրամփի պաշտոնավորման առաջին ժամկետի ընթացքում եւս հիմնական տնտեսական թիրախը Չինաստանն էր, այն ժամանակ եւս որոշակի մաքսատուրքեր սահմանվեցին։ Թիրախը ոչ թե նա համար է, որ Չինաստանը այսօր շատ ապրանքներ է արտահանում ԱՄՆ, այլ որ տնտեսական կարողությամբ ու նաև ապագայում քաղաքական, ռազմաքաղաքական կարողությամբ կարող է Միացյալ Նահանգների մղել երկրորդ դերի եւ ըստ էության հիմա փորձ է արվում այդ կերպ Չինաստանին թուլացնել, բայց կարծում եմ ամենայն դեպս տնտեսապես այդ թուլացման համար արդեն ուշ է հակառակը այս հակամարտությունը տնտեսական, եթե շատ ավելի խորանա, սա սպառնում է ինչ որ սցենարով Միացյալ Նահանգներին դուրս մղել երկրորդ պլանի այսպես, որովհետև նորից, ինչպես արդեն ասացի, Միացյալ Նահանգների համաշխարհային տնտեսությունը չունի այն դերակատարումը, որը նախկինում էր, հետեւաբար հնարավոր է առանց ԱՄՆ շուկայի խոշոր խաղացողները կարող են իրենց կենսունակությունը ապահովել, ինչը որ մի քանի տասնամյակ առաջ բավականին բարդ կլիներ եւ Չինաստանի համար ԱՄՆ չի խաղում այն դերը, որ առանց ԱՄՆ Չինաստանը չկարողանա ուրեմն էլի դինամիկ զարգանալ, չնայած ինքը էլի այդ խնդիրները ունի։ Սցենարներից մեկը, որը հավանական է, եթե շարունակվի, ըստ էության այն գլոբալ անորոշությունը, որ կա խոշոր խաղացողներին դրդում է փնտրել որոշակիություն, իսկ ոմանք, եթե ոչ շատերը, այդ որոշակիությունը տեսնում են Չինաստանի մեջ։ Ամենայն դեպս ի հակադրություն ԱՄՆ քաղաքականության Չինաստանի քաղաքականությունը ավելի կանխատեսելի է, երկարաժամկետ ռազմավարական առումով ավելի տեսանելի, ավելի հասկանալի է, ավելի հանգիստ է, հետեւաբար այստեղ անորոշության դաշտը ավելի փոքր է եւ եթե դու ուզում ես կայունություն ես փնտրում, ուրեմն միգուցե Չինաստանի հետ գործակցության խորացումը այլ ընտրանք է տնտեսական ու նաեւ ռազմաքաղաքական։
Այսինքն այս գործողությունները դրանք կարող են արագացնել այն գործընթացը, որի դեմ պայքարում էր Միացյալ Նահանգները։ Օրինակ ԱՄՆ դոլարը կարող է կորցնել որպես համաշխարհային արժույթի իր դերը, ըստ էության որն է այդ դերի հիմքում դրված գլխավոր գործոնը վստահությունը։ ԱՄՆ տնտեսության նկատմամբ, ԱՄՆ իշխանության նկատմամբ այդ վստահությունը եթե սասանվի, քաղաքականության նկատմամբ, եթե սասանվի այդ վստահությունը, դեպաբար կնշանակի, որ դոլարը արդեն կհասկանան, որ այո, նաև առանց դոլարի կամ դոլարի այդ դերը, որը որ տասնամյակների այսպես քաղաքականության արդյունք է, կարող է շատ կարճ ժամանակում անեանալ, ինչը իր հերթին այլ բացասական հետևանքների կարող է հանգեցնել ու նաև այո նոր գլոբալ տնտեսական ռազմավարական փոխգործակցության առանցքներ կարող են լինել, ինչը նախկինում անհավանական էր թվում Եվրամիություն, Չինաստան, Աֆրիկա-Չինաստան հարաբերությունները գաղտնիք չեն եւ բավականին սերտ հարաբերությունները, ուրեմն ԱՄՆ շրջանցող էր հիմնական առևտրային գործընկերներ, հիմա Մեքսիկան, Կանադան իրենք այսպես ԱՄՆ-ին շրջանցող փորձում են արժեշղթաներ ձևավորել, որը որ փորձի կոմպենսացնել եւ այլն։ Այսինքն այս գործընթացները կարող են երկարաժամկետում, եթե շարունակվեն, հանգեցնել պարզապես արագացնել այն գործընթացը, որը ավելի դանդաղ էր ընթանում եւ Միացյալ Նահանգները կորցնի իր գլոբալ, իր հեգեմոն տնտեսական ու ռազմաքաղաքական դիրքը նաեւ։ Հետևաբար ասել այս տեսանկյունից, որ այս ամենը արվում է Չինաստանի հետ պայմանավորվելու համար, այդքան էլ չէ, բայց դե ինչ որ մի փուլում բնականաբար չեմ կարծում, թե ԱՄՆ վարչակազմը չի գնահատելու այս հետևանքները, իրենք կարող է գնան էսկալացիա որոշակի թուլացման տնտեսական, որովհետև գլոբալ անորոշության տանելը նաև ձեռնտու չէ հենց ԱՄՆ բիզնեսի համար եւ ԱՄՆ բիզնեսը, որը որ Թրամփի խոշոր բիզնեսը հատկապես ջատագովներ, հիմա արդեն առանձին ներկայացուցիչներ բացեիբաց դեմ են արտահայտում այդ քաղաքականության, համարում են, որ խոշոր այս մաքսատուրքերը հարվածում են հենց առաջին հերթին ԱՄՆ շահերին։ Շատ լավ, պարոն Քթոյան, եթե ամփոփելու լինենք ԱՄՆ նոր քաղաքականության վերաբերյալ այսպես դրսևորումները, Թրամփի վարչակազմի ընտրվելուց հետո անընդհատ փորձագիտական հանրույթում, ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մակարդակում այն կարծիքներ, որ տեսեք պահպանողականությունը եկավ իշխանության, բայց գործողությունները ցույց են տալիս ավելի շատ ոչ թե պահպանողականություն, կարծես թե գլոբալ նոր սկզբունքների խաղի մեջ մտցնել։ Ինչ եք կարծում, բոլոր դեպքերում ԱՄՆ ունի այն ներուժը, որ ամբողջ աշխարհում կարողանա հատկապես նմանատիպ քայլերի միջոցով, մենք տեսնում ենք, որ պատերազմները դադարեցնել չի ստացվում, Իրան-Չինաստան փոխգործակցության շրջանակում դեռևս խնդիրները հեռու են եւ այլն, ԱՄՆ կարող է առաջիկայում այսպես գլոբալ ավելի լուրջ խաղացող դառնալ, քան կար մեր ընկալման մեջ, հասարակությունների, պետությունների ընկալման մեջ, թե սա ավելի շատ կտանի որոշակի հարաբերություններ խառնելուն, նոր փոփոխությունների առաջ կհանգեցնի, նվազեցնելով ԱՄՆ գլոբալ դերը։ Դուք անդրադարձաք արդեն նման հարցերին, բայց բոլոր դեպքերում ավելի շատ պահպանողական գործողություններ են, թե ավելի շատ գլոբալ գործողություններ են, աշխարհին ինչ է սպասվում տնտեսական համատեքստում։ Պահպանողականությունը, որը որ հայտարարվում է, ազդարարվում է որպես քաղաքականության գաղափարական հենք, ինչ որ առումով, ինքը ժամանակավոր է հիմա, եւ այստեղ եւս ԱՄՆ-Չինաստան հակադրությունը ակնհայտ է, որովհետեւ Չինաստանի ռազմավարությունը եւ այդ մասին հայտարարում են, ասենք, շատ ամերիկացի տնտեսագետներ, օրինակ ասենք Ջեֆրի Սաքսը, այդ տնտեսագետը, հակադրություն դնելով ԱՄՆ-Չինաստան քաղաքականության մեջ, համարում է, որ այսօր Չինաստանը 21-րդ դարի ռազմավարություն է իրականացնում, Միացյալ Նահանգները 18-րդ դարի ռազմավարություն, այսինքն պահպանողականությունը ինչ որ ձևով հետադիմականության հետ է առերեսվում։ Գլոբալ ավելի լուրջ դերակատարությունը ինչի հաշվին պետք է լինի։ Ըստ էության
ԱՄՆ արդեն իսկ ունի այն գործիքները, որով ինքը գլոբալ դերակատար է։ Դոլարը իր գործընկերները, տեխնոլոգիաները եւ այլն։ Բոլոր այս առումներով ինքը կանգնած է այս բոլոր առավելությունները կորցնելու վտանգի առաջ։ Դոլարը կարող է կորցնել իր դերը, եթե շարունակվի այսպես, իր առանցքային գործընկերները երես են թեքում իրենից եւ համենայն դեպս կասկածի նշույլ է անցնում, որ չէ, հաստորեն մենք կարող ենք տրվել կամ մեր անվտանգությունը տալ արտապատվիրակել Միացյալ Նահանգներին, բայց դա կարող է շրջվել մեր դեմ։ Կանադան որպես մերձավոր հարևան եւ Կանադայում այսօր տեղի ունենում հակաամերիկյան շատ այսպես սուր տրամադրություններ են, ընդգծված տրամադրություններ են, ինչ որ դժվար էր պատկերացնել մի քանի տարի առաջ, որ այդպիսի եւ դա այդ ամենը հասանում հենց դիրքերը, եթե դու կորցնում ես քո գործընկերների միջոցով դու կարող ես ապահովել քո այսպես դերակատարումը կամ նաև շատ կարևոր է այն, որ ԱՄՆ տնտեսական հզորությունը կապված էր այն գաղափարների հետ, որ ինքը առաջարկում էր ամբողջ աշխարհին։ Հիմա այդ գաղափարները չկան եւ հիմա ըստ էության առաջարկում է հետեւյալը, ինձ հետաքրքրում է միայն իմ սեփական շահ։ Եվ շատ երկրներ, որոնք որ կարող էին գաղափարական որոշակի ընդհանրություններ տեսնել կամ հանրության այսպես շրջանում տարբեր երկրների կարող է ԱՄՆ դիտվել որպես կարևոր դաշնակից հենց այդ առումով, արժեքային առումով, գաղափարական առումով այդ դերակատարումը եւս կորցնում է։ Հետեւաբար այն այսպես հաղթաթղթերը Միացյալ Նահանգները, որ ուներ, ինքը գիտակցված կամ չգիտեմ գնում է դրանց կորցնելու։ Ինչ է շահում։ Ըստ էության այստեղ խնդիրը եկամուտների վերաբաշխման մեջ, որովհետև մենք ասացինք, որ Միացյալ Նահանգները դինամիկ զարգացող տնտեսություն է, հնա մեծանում է, հասարակությունը պոստինդուստրիալ հասարակություն է, այսինքն հիմնական արդյունքը կարելի ասել ստեղծվում է ծառայությունների ոլորտում եւ հսկայական արդյունք է ստեղծվում ծառայությունների ոլորտում ամբողջ աշխարհի հետ առևտրում Միացյալ Նահանգները հսկայական պրոֆիցիտ ունի 300 միլիարդի պրոֆիցիտ ունի ամբողջ աշխարհին ինքը տալիս 300 միլիարդի ավելի դոլարի մասին է խոսքը ավելի շատ ծառայություններ, քան ձեռք է բերում։ Սա լուրջ առավելություն է։ Հիմա սակայն այդ կարողությունը, այդ հնան եկամուտը, որը գեներացնում է ամերիկյան տնտեսությունը, ինքը հավասարաչափ կամ այսպես ընդունելի ձևով չի բաշխվում։ Եվ այնտեղ կա շատ լուրջ շերտ, խավ, նախկին միջին խավը, որը որ օգուտներ ուներ, եկամուտ էր գեներացնում ինքն իր համար եւ կարողանում էր իր կենսագործունեությունը, կյանքի որակը պատշաճ ապահովել ինդուստրիալ հասարակության պայմաններում, պոստինդուստրիալ հասարակության պայմաններում ինքը իրան չի տեսնում, չի կարողանում գտնել։ Եվ այս ալիքի վրա Տրամպը շատ այսպես հանգիստ կամ ոչ դժվարություն է, բայց ամենայն դեպս շատ համոզիչ կերպով եկավ իշխանության եւ իր հնարանը հենց այս մարտիկ է։ Հիմա այստեղ կա շատ լուրջ ուժ, որը պահանջում է, որ իրեն հաշվի առնեն իր շահերը։ Այդ մարդկանց շահերը ինչպես են հաշվի առնելու, այսինքն այստեղ ավելի շատ արտաքին աշխարհին ինչ-որ բան առաջարկելուց առաջ պետք է հասկանալ քո ներսում հասարակական տարբեր շերտերի համերաշխությունը դու ինչպես ես վերագտնելու ինչ տրամաբանությամբ եւ այստեղ սա բավականին բարդ խնդիր է։ Այդ պարագայում նոր կարելի է մտածել, իսկ նոր բան առաջարկել արդեն ըստ էության խնդրահարույց է եւ այս առումով Չինաստանի շանսերը շատ ավելին են այս պահի կտրվածքով, եթե նայենք այն ինչ որ հայտարարվում է Չինաստանի կողմից, այն արտիականացման ծրագրերը, որ իրենք ունեն։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Քթոյան, հետաքրքիր հարցազրույցի եւ կարեւոր մեկնաբանությունների համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը տնտեսագիտության թեկնածու դոցենտ Արմեն Քթոյանն էր։ Հաջողություն։